Բարերեկո, եթերում ուրվագիծն է, ես Պետրոս Ղազարյանն եմ։ Սիրելի ուղդիներ, ինչպես ձեզ խոստացել ենք, այսօր մենք զրուցելու ենք Ժառանգություն կուսակցության ղեկավար Ռաֆի Հովհաննիսյանի հետ, երբ որ Ժառանգության նախընտրական ցուցակը ի հայտ եկավ, բավականին բուռն քննարկումներ սկսվեցին, հարցադրումներ սկսվեցին։ Մյուս կողմից երեք մենք իմացանք, որ Ռաֆի Հովհաննիսյանը առաջադրվել է թիվ մեծամասնական ընտրակարգով թիվ 7 ընտրատարածքում, որտեղ ավանդաբար ազգային ժողովի պատգամավոր է ընտրվում Սամվել Ալեքսանյանը։ Ես ասեմ, որ այս դուետը գեղեցկացնում է նաև Նիկոլ Փաշինյանը, որը նույնպես առաջադրվել է այս ընտրատարածքում։ Մի խոսքով բավական հետաքրքիր պայքար կլինի թիվ 7 ընտրատարածքում։ Հիմա մենք կզրուցենք Ռաֆի Հովհաննիսյանի հետ գովազդից հետո։ Եվ այսպես, երեստատոներ, մենք այսօր զրուցելու ենք Ժառանգություն կուսակցության ղեկավար Ռաֆի Հովհաննիսյանի հետ։ Բարերեկո, պարոն Հովհաննիսյան, շնորհակալություն մեր հրավեր ընդունելու համար։ Բարերեկո։ Պարոն Հովհաննիսյան, երեք անակնկալ մենք իմացանք, որ դուք որոշել եք առաջադրվել թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով։ Իրոք որոշումը անակնկալ էր, նախ որ դուք մեծամասնականով ձեր թեկնածությունը դնելու եք, եւ երկրորդ դնելու եք մի տարածքում, որտեղ ավանդաբար պատգամավոր ընտրվում Սամվել Ալեքսանյանը։ Ինչու հենց Սամվել Ալեքսանյանի ընտրատարածքում։ Անցած գիրագի օրը Ժառանգություն կուսակցության խորհուրդը հաստատեց մեր համամասնական ցուցակը, որը քաղաքական ամբողջական այլընտրանք է նոր Հայաստանի համար։ Իսկ դրանից հետո ես դիտարկում եի այս ամբողջ շաբաթվա ընթացքում այդ ընտրատարածքները, որ կարող են մնալ անայլընտրանք։ Եվ 3 առավոտ գրասենյակում մտա համացանց եւ տեսա, որ իմ գործընկեր ազգային ժողովի պատգամավոր պարոն Ալեքսանյանը ինչ որ գրազի մասին խոսել լրագրողների հետ եւ նա գրազը եկի, որ իր դեմ ոչ ոք չի եւ ոչ թե դրա համար, այլ ես պատրաստ էի մինչեւ վերջի բան որոշել այդ ընտրադարածքը, որը առավել հարվածային էր, որը նաեւ համագում էր մեր համակարգացիներին ճակատագրաբաշխության, որ իշխանության դեմ խաղ չգա, որ այսպես է մնալու եւ առաջադրել իմ տեխնազությունը եւ ասել որ սա մեր երկիրն է, մեր քաղաքն է, մեր համայնքն է եւ այդ օրը ես չիմանալով որ լինելու է ընդդիմադիր այլ առաջադրում ես որոշեցի դնել այնտեղ եւ վերջի պահին եք որոշել։ Այսինքն վերջի պահին որոշել եմ այնտեղ դնել։ Ինչու հենց այնտեղ, պարոն Հովհաննիսյան։ Որտեվ նախ ես շատ ընտրատարածքներ Մալաթիա Սեբաստիայի փեսա եմ։ Փեսա եք։ Այո, Արմենուհու Բաբիգը Դադիգը Փանոսը եւ Բայձարը ներքախտելով խորհրդային Հայաստան Մալաթիա են հաստատվել եւ դա ինձ համար հոգեհարազատ համայնք է եւ դրանից բացի ես կարծում եմ որ դա այսպես նախադեպային անդրադարձք է լինելու Հայաստանի համար եւ այնտեղ պետք է ցույց տանք որ գործարարը մեր երկրում ի վերջո պետք է զբաղվի գործարարությամբ, հարգատվությամբ իսկ քաղաքական գործերով պետք է զբաղվի քաղաքական գործիչը։ Ես հավատում եմ դրան, ես բարին եմ մաղթում նրան, հատկապես ինքը մեծ անելիք ունի աշխատադեղերի հաստատման, ստեղծման հարցով, նաև մեր pedagogan բյուջեն լեցնելով եւ օրինագելի քաղաքացի հարգադու լինելու համար, բայց հիմնականում մեր բոլոր անդրադարձները ի վերջո պետք է ունենան ընդրված պատգամավորներ, որոնք ներկայացնելու են բոլոր բնակիչներին եւ բոլոր քաղաքացիներին առանց արտոնյալ վիճակի։ Նույն օրը, նույն ընտրատարածքում առաջադրվեց Նիկոլ Փաշինյանը եւ 3 սոցիալական ցանցերում մամուլով սկսվել էր Ժառանգություն, Հայազգային կոնգրես, համակիրների էլի փոխհրաձգություն, քննադատություն, մի մասն ասում էր այդ տեսեք Ռաֆի Հովհաննիսյանը էլի կոնգրեսին վատություն արեց, նա իշխանական խաղաղում, ձեր կողմից ասում են, բայց Նիկոլ Փաշինյանը մեզ վատություն արեց, նա իշխանական խաղաղում։ Մեր ասած ստեղծվում է անհարմար իրավիճակ։ Եթե կիրառական ասենք, պարոն Հովհաննիսյան, եթե այնտեղ եւ դուք եք եւ Նիկոլ Փաշինյանը, ապա անդիմադիր ձայները առնվազն կիսվելու են, խնդրեմ։ Նախ նրանք ովքեր խոսում են բադվերներից եւ հավատաքննչությունից, շատ անգամ իրենք են բադվիրագադար կամ հավատաքննիչ դառնում եւ ես ցավում եմ դրա համար։ Պարզապես կարող եմ ասել, որ բարոն Փաշինյանի տեխնազության առաջադրանքը մեծ համարձակություն է ենթադրում եւ ես ողջունում եմ նրա որոշումը հենց այնտեղ լինել ընդդիմադիր տեխնազիաներից մեկը։
ցավով եմ արձանագրում, որ մեկ տարի առաջ իմ հրաբարական հացաթուլի օրերի այդ հատվածաբաշխությունը, այդ ցեղարցակումները, այդ ինքնակարևորումը ինչ որտեղ սկսում է գրգռվել այսօր եւ դա պետք է բացառել, մեր ժողովրդին պետք չէ բաժան անել, այլ հիմակվանից պետք է քայլեր կատարել, որ մի սեղանի շուրջ նստեն ընդդիմադիր բոլոր գազագերբությունները, գուսակցությունները, ինքնարաչադրված տեխնոլոգիաները եւ այնպես անել, որ յուրաքանչյուր անդրադարձքում լինի միացյալ մեկ ընդդիմադիր տեխնոլոգիա։ Ես համարում եմ, որ ժառանգություն գուսակցության առաջադրած ցուցակը այդ համալիր այլ ցուցակին դեր կանադառակ հիմա թիվ 7-ի վիճակի մասին։ Այնպես որ ես ցավում եմ, որ արդեն սկսել ենք այս ջամփով, սա պետք է փոխենք, ընդդիմությունը, հասարակությունը, իրենց ընդդիմադիր համարվող բոլոր ուժերը այսօրվանից պետք է նստեն սեղանի շուրջ եւ համալիր որոշեն, թե որոնք են լինելու մեր տեխնոլոգիաները յուրաքանչյուր անդրադարձքում։ Ես որ դրել եմ իմ տեխնոլոգիությունը վերջի բահին, ես չեմ իմացել, որ եղել է բարոն Ալեքսանյանից բացի եւ այդ երկրորդ տեխնոլոգիայից բացի հիմնական ընդդիմադիր տեխնոլոգիա եւ հիմա կա, պարոն Հովհաննիսյան։ Հիմա երկու։ Լուծումը այն է, որ 41 բոլոր մեծամասնական անդրադարձներում պետք է ընդդիմությունը հանդես գա մի տեխնոլոգիայով եւ այդ հաղորդակցության մեխանիզմը, որ մինչեւ հիմա ընդդիմությունը չի կարողացել իրացրել իր դարբեր պատճառներով։ Ինքը պետք է կարողանա հիմա նստել սեղանի շուրջ եւ լուծում դա այս հարցերին։ Այսինքն դուք առաջարկում եք Նիկոլ Փաշինյանի հետ նստել սեղանի շուրջ եւ քննարկել ով իր տեխնոլոգիությունը հանի։ Ես կարծում եմ, որ ընդդիմությունը ունի 3, միգուցե 4 կամ 5 գուսակցություններ, դաշինքներ, որոնք պետք է համագործակցեն, խորհրդատվություններ կատարեն եւ պետք է ոչ միայն 7-րդ անդրադարձքում, որ 7-ի մասին դուք որևէ ձևով կարող եք ձեր տեխնոլոգիությունը 7-ից անեք եւ մնա Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե։ Ինչու՞մն է հարցը այս դեպքում։ Հարցը այն է, որ պետք է հանրապետության ողջ տարածքով ընդդիմությունը յուրաքանչյուր անդրադարձքում ունենա միայն մեկ այլընտրանքային տեխնոլոգիա եւ նրանք ովքեր իրենց համարում են ընդդիմադիր հագը դաշնակցությունը բարգավաճը կամ մեկ ուրիշը եթե ամեն մեկը իր ինքնիշխան որոշմամբ ուզում է սեղանի շուրջ նստել վաղվանից պետք է նստել եւ որոշենք այս հարցը դուք նստել եք արդեն Նիկոլ Փաշինյանի հետ սեղանի շուրջ ոչ դեռ ոչ բայց պատրաստվում եք կա կոնտակտ կա մինչեւ հիմա չի եղել բայց խնդիր չունենք Ստեղ շատ նրբությունը կարող է, պարոն Հովհաննիսյան, խնդիր չունենք, դուք սպասում եք, որ իրանք հակը պետքա ձեզ զանգի, թե դուք պատրաստ եք։ Չէ, ներկայությամբ ժառանգությունը դիմել է ընդդիմադիր բոլոր գազագերբություններին։ Նիկոլ Փաշինյանին կոնկրետ դուք դիմել եք, որ նա գա նստեք այդ վիճակը դուք հաստատեցնեք։ Կա առարկա։ Դուք չարաջջի, բայց շատ լավ հարցեր եք տալիս, ես ասում եմ ոչ, բայց ասում եմ, որ ժառանգությունը ինքը դիմել է ընդդիմադիր բոլոր գուսակցություններին, որովհետեւ առաջիկա օրերի ընթացքում մենք միասին նստենք եւ 41 անդրադարձների խնդիրը լուծենք։ Այդ թվում նաեւ 7-րդ։ Այսինքն կոնցեպցիան է, որ լինի մեկ տեխնոլոգիա, բոլորը ամեն ընտրատարածքում սատարեն մեկին։ Այո։ Հասկանալի։ Տեսեք, պարոն Հովհաննիսյան։ Հա, նախ դուք ասեք դուք ոչ թե դες կուսակցությունն առաջադրել, այլ ինքն առաջադրվել եք։ Ինչու՞։ Որովհետեւ մարտի 2-ի ժառանգության համագումարը լիազորեց ժառանգություն խորհուրդը որոշել բոլոր հարցերը, որոնք կապված պետք է լինեն ընտրությունների հետ։ Խորհուրդը գումարեց իր նիստը անցած գիրագի օրը, իր որոշումը կայացրեց եւ արդեն ուրբաթ չէ, հենց 3 առավոտ ներողություն, արդեն ուշ էր նոր խորհրդի նիստ գումարել եւ արդեն այդ օրվա որոշմամբ ես որոշեցի ինքնարաչադրվել։ Ուղղակի չենք կարող տեխնիկապես նոր խորհրդի նիստ հրավիրել։ Տեսեք, դուք ասիք, որ թիվ 7-ում խնամիական, հա, ձեր կնոջ կողմը ընդեղ է։ Ես հիշում եմ մի ժամանակ Թալինում եք դուք ձեր տեխնիկացիան, այնտեղ բարեկամական խնամիական բաներ չկան, պարոն Հովհաննիսյան, եւ դուք այնտեղ չանցաք մեծամասնականով։ Հիմա տեսեք, մեր ժողովուրդը, պարոն Հովհաննիսյան, անկեղծ լինենք, ընտրում է ոչ թե քաղաքական կոդերով մարդու, այլ կենցաղային մակարդակով ընտրում։ Համաձայն եք թիվ 7 ընտրատարածքում Սամվել Ալեքսանյանի դեմ պայքարել այն պարագայում, երբ որ ընտրողը կենցաղային մտածողությամբ ընտրելու ոչ թե քաղաքական,
դուք գրեթե շանս չունեք, համաձայն չեք։ Ես համաձայն չեմ։ Ես հավատացած եմ, որ ընդդիմությունը պետք է հաղթի 7-րդ անդրադարձում կամ այլուր։ Ինչպես։ Որովհետև մեր երկրի քաղաքացին պետք է էյափոխվի, պետք է հավատա, պետք է հավատա։ Ինչպես։ Հենց մեր տեխնազության օրինակով եւ ես կարծում եմ, որ մենք այդ ինքնավստահությունը կարող ենք առաջ բերել։ Ես էլ առաջադրվել եմ, որբեսի այլընտրանք մատուցեմ։ Դուք Թալինի օրինակը բերեցիք, հա, Թալիննալ Սասունսի, Մշեցի մեր դարոն աշխարհի ներկայացուցիչներն են, թե էրլիկներ, թե նորեկներ, բայց դա դες չօգնեց։ Այո, բայց նաև պիտի ասեմ հանուն արդարության, դա այս հարցը շահարկում ապրել է։ Ես այնտեղ բարձաբես իմ այլընտրանքը ներկայացրի։ Գյուղից գյուղ քայլելով, Թալինում եւ այլ դեղերում բարձաբես քաղաքացիներին հանդիպելով։ Այնտեղ կար ոչ մի ցուցանակ, ոչ մի դիմանկար, ոչ մի գարկախոս, կար ընդհանրապես միայն այլընտրանքը, այդ այլընտրանքի առաջադրումներ։ Հիմա ես չեմ մտնում այդ դաշտը, որ այդտեղ գեղձվեց, ադմինիստրատիվ ռեսուրսներ, օրենքի խախտումներ, գրգնագի քվեարկություններ, կարևորը այն է, որ այսօր այլընտրանք է ներկայացվում այստեղ եւ ես ակնկալում որ ընդդիմադիր տեխնազուն, եթե դա լինի Ռաֆին թե Նիկոլը, պետք է այդ պայքարը դանի յուրաքանչյուր դանշեմում, հրաբարակում եւ այնտեղ փոխանցե այդ ինքնավստահությունը մեր համակարգացիներին, որ պետք է դուրս գալ ֆատալիզմից, ջագադակրաբաշխությունից եւ կարելի է երկիրը փոխել հենց մեր քվեով։ Հիմա պրագմատիկ դաշտանք, պարոն Հովհաննիսյան, խոսքերը գեղեցիկ են, բայց Սամվել Ալեքսանյանը ինչ էլ ասենք, այնտեղ բազում աշխատատեղեր է ստեղծել, բազում ընտանիքներ ապրում են նրա ստեղծած աշխատատեղերի շնորհիվ, նա օգնություններ է տալիս, նա գումարներ է տալիս, բարեգործություն, այսինքն նա այդ տարածքում կարելի ասել հիմնական աշխատատեղ ստեղծողներից մեկն է, եւ հասարակությունը դա գնահատում է։ Մանավանդ որ մեր հասարակությունում այդ կենցաղային մակարդակը շատ ավելի խորն է նստած, քան դրացած քաղաքական այլընտրանքը, ազատությունը, ինքնուրույնությունը եւ այլն, դուք շանս չունեք փաստացի։ Եվ հենց այդ բաճարներով ինքը հարկանքի արժանի է եւ ինքը պետք է իր ժամանակի 100% դրամատրի այդ գործի շարունակման, որովհետեւ իր դերը ազգային ժողովը չէ։ Եվ մեր ժողովուրդը պիտի համոզվի, որ ամեն մեկը իր դերը պիտի լինի։ Պարոն Ալեքսանյանը նաև կարող է թրիչ կառնել լավ գործերանի հենց այդ ասպարեզում, մենք հբարդանանք դրանով, ինքը նաև իր օրինակով թույլ տա եւ մասնագից դառնա օրենքի սահմանադրական նորմի գիրառման, որ պետք է լինի մրցակցություն տնտեսական դաշտում եւ իր աշխատադեղերի ստեղծմամբ, ընդարձակմամբ, հարգերի մուծմամբ դառնա օրինակելի քաղաքացի մեր երկրի։ Եվ ես վստահ եմ, որ ինքը այդպես էլ կշարունակվի, պարզապես ժամանակն է, որ ինքը եւ բոլորս միասին դեսնենք, որ պետք է փոխենք, որ հավատանք, իսկ այդ փոխելը պետք է սկսի հենց այդ անդրադարձից։ Հետաքրքիր է, այս 4 տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող 4 թյուրն է, նա էլի ցիտում է հանրապետական կուսակցության կարգախոսը։ Ձեր դումն է տեն շատ է կեր կարգախոսը։ Այնքան շատ է դուր։ Բոլորը ցիտում են հավատալ, դաշնակները դա են ասում, երեք դա են ասում։ Քաղաքական դաշտում քիչ բան կա, որ օրիգինալ միտք է։ Դա ասեմ, ոչ մեկը թող ձեզ մոտ չգա եւ ասի, որ ես եմ բնակրի դերը։ Այդպես բան չկա քաղաքական դաշտում։ Պարզապես ասեմ, որ այո, դուրս եկել է, բայց հագարակ դրամապանությամբ եւ ուրեմն ես իշխող գուսակցությանը առաջարկում եմ, որ փոխեն իրենց գարկախոսը, որպես իրենց հեղինակային իրավունքը, թող փոխեն ոչ թե լինի հավատանք, որ փոխենք, այլ փոխենք, որ հավատանք, որտեվ եթե հանգարց չփոխեն, ես կարծում որ ժառանգության գարկախոսներից մեկը պետք է լինի փոխենք, որ հավատանք։ Նույնիսկ գարկախոսներով ենք բանալու։ Բարի։ Պարոն Հովհաննիսյան, երբ ձեր ցուցակը հրապարակվեց, առաջի ռեակցիան հասարակության քննադատական էր, դա սպասելի էր ձեր համար, որ առաջի ռեակցիան կլինի բացասական, քննադատական, անվստահաբար մի տեսակ, խնդրեմ։ Ժառանգության ցուցակից ակնկալիքները մեծ են, որովհետև ժառանգությունը եղել է ընդդիմադիր ի սկզբանե եւ մի օրագարկում ինքը մեկտեղել է քաղաքացու իրավունքի գերագայությունը, մեր pedagogan ինքնիշխանության բացարձակության հարկանքը եւ մեր ազգային շահի իրացումը եւ սպասարկումը։ Եվ այստեղ է որ ակնկալիքները շատ եղել են եւ իհարկե ամեն մեկը յուրովի է մոտեցել առանցին համարների, դողերի եւ անունների։ Ես առաջարկում եմ, որ դիտարկել ժառանգություն ցուցակի իր ամբողջության մեջ,
որտեղ այդտեղ գա իմ հացաթուլի շարունակությունը, որտեղ յուրաքանչյուրը իր մեջ պիտի փոխվի, ինքը իր մեջ պիտի փոխվի, ինքը հետո պիտի ուզենա փոխել Հայաստանը եւ անկախ նրանից թե ով մոտ եղել է առաջի, երկրորդ, թե երրորդ իշխանության, մենք պիտի բերենք նոր Հայաստան եւ այդ նոր Հայաստանի գրողը քաղաքացիական եւ քաղաքական այս համալիր այլընտրանք ներկայացնող ժառանգության ցուցակն է։ Ես չէ որ պիտի ավելորդ այսպես քարոզություն կատարեմ հիմա, գործի մեջ է արդյունքը։ Պարոն Հովհաննիսյան, մինչև վերջերս մամուլը գրում է, որ ցուցակի հրապարակումից հետո բուրըն քննարկումներ կան ձեր եւ ազատ դեմոկրատների մեջ, ընդհանուր մինչև ցուցակը փոխելու հարց էր դրած, որ դժգոհություններ կային, այդպես էր թե ոչ։ Գիտեք ինչ, դժգոհությունները ես ծանոթացել եմ յուրաքանչյուր դժգոհության, արդահայտության, նկատողության, լսել եմ, կարդացել եմ եւ ամենայն լրջությամբ ընկալել եմ դրանք եւ դա ինձ օգնում են իմ դատողությունների մեջ։ Ես համարում եմ որ դա շատ կառուցողական եւ այսպես լիցք է ինձ համար, բայց միաժամանակ պիտի ասեմ որ դժգոհությունը նրանում է որ մենք ունենք շատ ակտիվ պատգամավորական խմբակցություն, որը եղել է առաջի գծերում թե մարտի 1-ին, թե ազգային հարցերում, քաղաքացիական խնդիրներում, սեփականասրբվածների գողքին եւ ես հբարդ եմ մեր պատգամավորական խմբով։ Իրենք լինելու են հաջորդ գումարման ազգային ժողովում, պարզապես պիտի հասկանան, որ մեր ինքնավստահությունը հաղթանակի նկատմամբ, մեր նոր միացյալ թիմի հաղթանակը այնքան է եւ մեր պատգամավորների բարգեշտությունը ընդհանուր գործի դիմաց այնքան մեծ է, որ կարեւոր չէ թե ով է առաջինը թե 20-ը, որտեղ բոլորը մտնելու են ազգային ժողով եւ լոկոմոտիվը լինի առաջինը թե 10-րդը 20-ը, պետք է դիտարկենք, որ մենք, եթե լինեն ազատ արդար թափանցիկ ընդրություններ, մեծ չխոսեմ, բայց եթե անցյալ անգամ գողացանքվեն եւ հիմա բոլորը ասում են այս անգամ դարբեր է լինելու, ես այդ անգալիքը ունեմ, այդ շանսը տալու եմ, բայց եթե ազատ արդարը կանխատեսում չանեմ, բայց ներկայությամբ ժառանգությունը կգրկնի անցած անգամվա իր վաստակը, հաղթելով Երևանում եւ լինելով առաջադարներից մեկը հանրապետությամբ մեկ։ Պիտի դիտարկել ժառանգություն ցուցակը, քաղաքական այս միասնական թիմը իր ամբողջության մեջ եւ մենք ես վստահ եմ պիտի երապատկենք նվազագույնը մեր ներկայությունը ազգային ժողովում։ Հիմա շատ լրագրողների, փորձագետների տրամադրությունը ձեր նման լավ չի է ցուցակի առումով, ես ձեզ ասեմ հիմնական քննադատությունը։ Նախ, ձեր կուսակցությունը լքեց Կարինե Հակոբյանը, որը իմ եթերում մեղադրեց, որ Ռաֆի Հովհաննիսյանը այս ցուցակը ապտակ էր հասարակությանը, քանի որ այս ցուցակը կազմվել է միանձնյա, խորհուրդը չի եղել, այսինքն սուբյեկտիվ, անհասկանալի տրամաբանությամբ եւ նա դրա պատճառով լքեց ժառանգությունը ըստ էության ասելով որ դուք չեք ներկայացնում հանրային շահը։ Խնդրեմ, եւ այս ցուցակը ասած դա ապտակը հասարակությանը, խնդրեմ։ Կարինե Հակոբյանը բարգեշտ խելացի հայրենասեր մարդ է եւ այն որ ինքը որոշեց դուրս գալ ցուցակից, ինչպես նաեւ ժառանգությունից, մեծ ցավ պատճառեց ինձ, որտեղ ես իրեն խնդրեցի որ ինքը մնա ցուցակում եւ գուսակցում եւ բայկարե իր տեսակետների համար։ Եվ թող ոչ մեկը ինձ չմեղադրի ազատական կամ հանդուրժող չլինելու մեջ։ Ես խնդրեցի, որ ինքը մնա եւ բայկարի։ Իր մեջ սակայն Կարինեն գտել է այդ ուժը, այդ աննախադեպ միգուցե հոգու խորքը, խոստովանելու, որ միգուցե ծառայության իր ասպարեզը բնական, ոչ թե գուսակցական աշխատանքն է, այլ հասարակական։ Եվ կարծում որ ինքը դեռ երկար տարիների ծառայություն ունի մատուցելու մեր երկրին եւ ես հբարդ եմ, որ ես իր հետ աշխատել եմ։ Միաժամանակ պիտի ասեմ, որ Կարինեի այսպես անհամաձայնությունը կամ ընդվզումը եղավ այն օրը, երբ ես որպես հիմնական պատասխանատու բանակցությունների, այլ գուսակցությունների, քաղաքացիական հատվածի հետ եւ այն ներկայացրի պատկերացումների սևակիրը փաստորեն, ոչ թե կանխորոշված ցուցակը։ Եվ ինքը այդ բահից արդահայտեց իր տեսակետը, որը շատ հարգելի է։ Դրանից հետո քանի սերունդ փոփոխություն ապրեց այդ ցուցակը, մինչև անցած գիրագի օրը գումարված մեր խորհրդի նիստը, եւ նա ով մասնակցեց այդ նիստին, կարող է հավաստել, որ այդտեղ չկար գուսակցաբեդի իջեցված ցուցակ, այլ կար համալիր քննադատական գոշտ քաղաքական քննարկում։ Եվ
Ես ձեզ բացահայտեմ, գաղտնիք չէ, մինչև քվեարկությունը 3 ժամյա քննարկումից հետո ես ասացի, թող ոչ մեկը չասի, որ Հայաստանում ժողովրդավարություն չկա։ Այս որոշումը հավաքական պատասխանատվության որոշում է։ Ով պիտի արարգի, այլընտրանք ներկայացնի, հիմա ժամն է, պիտի քվեարկենք եւ որևէ ամոթ բան չկա սրա դեմ քվեարկելու։ Եվ ինքը անցավ խորհրդով, դա գիտակցված հավաքական պատասխանատվություն է եւ կարող եմ ասել, որ այս ցուցակում արդացոլված է գաղափարների, մտքերի, այլընտրանքների ազատ մրցակցություն, որտեղ մենք հավատակնից չենք, որովհետև մենք այսպես չենք իջեցնում սեփական տեսակետը ուրիշների վրա, բայց նրանք, ովքեր գալիս են ժառանգություն ցուցակ, լինեն ազատ դեմոկրատներ, թե պատգամավորներ, թե քաղաքացիական հատվածի ներկայացուցիչներ, պետք է հասկանան, որ իրենք պետք է կան վերափոխված, նոր Հայաստան գերդելու հավատամքով, դուրս անցյալի գաղափարներից, եւ որ մենք պետք է առաջնորդվենք, հիմա սարող է ընդհանրական թվալ քեզ, Պետրոս, բայց սա պիտի բացենք այս առաջիկա օրերի ընթացքում, պիտի ինքը նվիրված լինի քաղաքացու ազատության եւ իրավունքի գերագայության, մեր պետության բացարձակ ինքնիշխանության, սուվերենության եւ նաեւ մեր ազգային շահի։ Պարոն Հովհաննիսյան, ես վախենամ այնքան էլ այդպես չի։ Ալիկ Արզումանյանը որ համարում է դեր ցուցակում։ Ալիկը 4-րդն է։ Այսինքն շատ պատկառելի տեղում է։ Եվ արժանի։ Այո, Ալիկ Արզումանյանը մեր եթերում ասեց, որ ինքը կարծիքը չի փոխել այն հարցի վերաբերյալ, որ ցեղասպանության հարցը պետք է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգից դուրս հանել։ Դուք ձեր ողջ կենսագրությամբ պայքարել եք, որ ցեղասպանության հարցը լինի մեր արտաքին քաղաքականության օրակարգում, համաձայն եք։ Դուք ունեք սկզբունքորեն տարբեր հայացքներ այս հարցի վերաբերյալ։ Եվ հարց է ծագում. ինչ գործ ունեք դուք նույն ցուցակում, պարոն Հովհաննիսյան։ Ուր այստեղ գաղափարների համադրություն։ Հենց այս ցուցակի ժառանգություն ցուցակի ուժը իր բազմազանության մեջ է։ Դա բազմազանություն չի, դա կոնսենս է քաղաքական, պարոն Հովհաննիսյան։ Համաձայն չեմ։ Որտեվ կներեք, ցուցակները կազմվում են որոշակի գաղափարական հիմքով, քաղաքական մոտեցումների հիմքով։ Արապես դա շիլաշփոթ, խնդրեմ։ Շնորհակալություն արիթի համար։ Մեզ մոտ կան պետական պաշտոնյաներ, նախկին քաղաքապետարներ, հասարակական ակտիվիստներ, հասարակական գազམ་ագերբության ներկայացուցիչներ, պատգամավորներ, ալեհերներ, երդասարտներ։ Եվ այստեղ կարևոր է, որ բոլորը գալիս են իրենց մեջ փոփոխություն կատարած եւ այն գիտակցմամբ, որ բարդավոր ենք առաջիկա ընտրությունների միջոցով նորը բերել, զարտել մայիս 7-ին նոր Հայաստանի եւ այսպես թե այնպես դա լինելու է։ Ինչ վերաբերում է Ալիկ Արզումանյանի ասածին, կարող է եղել են մարտավարական դարբերություն։ Դա մարտավարությունն է, ցեղասպանության հարցը։ Ուզում եք պատասխանեմ թե չէ։ Մարտավարական դարբերություններ, բայց դուք կտեսնեք առաջիկա օրերի ընթացքում, որ բոլորը ցուցակի բոլոր մասնագետները այլևս չկա ժառանգություն, չկա ազատ դեմոկրատ, չկա հասարակական սեկտոր, մի մարմին, մի հոգի եւ մի այլընտրանք ներկայացնելով համալիր թե ներքին, թե ժողովրդավարական, թե ազգային հարցերում պիտի ներկայացնի շատ հստակ այլընտրանք։ Հստակությունը դուք պարզաբանեք չի ստացվում, պարոն։ Ես ում հասկանամ, պարոն Հովհաննիսյան։ Դուք մտածում եք այս ձև, պարոն Արզումանյանը մտածում է հակառակ ձև ցեղասպանության հարցի վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ դուք ամբողջովին եւ արժանվույնս չեք արդացոլում Բարոն Արզումանյանի ասածը։ Ես ասեմ հետեւյալը։ Նա արգոսնախարար է, հիշում եք։ Նա վարել է այդպիսի քաղաքական կուրս։ Նա մնացել է այդ կուրսի մեջ, հավատարիմ։ Դուք արգոսնախարար եք, դուք հրաժարական տվեցիք նաեւ հենց այդ պատճառով։ Ներողություն։ Հիշում եք, դուք ունեք սկզբունքային տարաձայնություն։ Ուզեք ես ձեզ հարցեր դամ դուք պատասխանեք։ Ես հարցս ավարտեմ։ Ես ում հասկանամ, երկու մարդիկ, որոնք ունեն սկզբունքային տարաձայնություն ցեղասպանության հարցի վերաբերյալ։ Ոնց է նույն ցուցակում հայտնվել։ Ես կարծում եմ, որ խեղաթյուրում է բարձրապես ներողություն, ասել որ ես եւ Ալիկ Արզումանյանը կամ ցանկացած այլ մարդ ունենք դարբեր մոդեցումներ ցեղասպանության եւ մեծ հայրենազրկման հարցում։ Դա սխալ է։ Ես լինելով քննադատ 3 մեր իշխանություններին, 3 նախագահություններին համարել եմ, որ ճիշտ է եղել այդ մոդեցումը, որ Հայաստանը եւ Թուրքիան պետք է ցկտեն առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ այդ դեսպանադների հաստատման միջոցով
բաժանարար հարցերը, այդ թվում նաև ցեղասպանությունը, ցեղասպանության հետևանքները, իրավունքների վերագանումը, վնասի հատուցումը լուծել։ Իսկ եթե ինչպես տեսնում ենք, 20 տարի է մենք անկախ երկիր ենք, Թուրքիայի պետությունը շարունակում է նախապայմանային իր քաղաքականությունը մեր նկատմամբ, իհարկե Հայաստանը սիմետրիա հավասարություն վերագանելով պետք է նույնպես իր հարցերը դնի։ Եվ դրա համար ես կողմնակից եմ, որ եթե Հայաստանը ունի ժողովրդավարական համագարկ, ունի իշխանություն, որ վերջապես վայելում է ժողովրդի վստահության քվեն, որը իր pedagogan անվտանգությունը գաբում է սեփական քաղաքացու ազատության եւ իրավունքի հետ, ավելի ուժեղ գրվան ազգային քաղաքականության քան դա չկա։ Եվ ես բարձրապես ասում եմ, որ ես էլ կողմնակից եմ ալիքի հետ, որ պետք է լինի առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ, բայց եթե թուրքերը պատրաստ չեն 20 տարի անց, մենք պետք է դա անենք նաև մեր պայմանները առաջարկելով։ Իսկ ես կարծում եմ, որ այս ցուցակի հենց ուժը դա է, որ ունենք մարդիկ, ովքեր անցյալում կարող են ունեցել են դարբեր մոտեցումներ, շեշտադրումներ, բայց իրենք պետության նկատմամբ հավատարմությունը, հավատը, հանձնարարությունը այնքան բարձր է եղել, որ իրենք որոշել են, որ այո, առաջ են գնալու եւ պիտի մատուցեն այդ նոր այլընտրանքը, որը գալիս է իրենց սեփական փորձից։ Պարոն Վայսյան, ես ձեզ հարցնում եմ ցեղասպանության հարցի արտաքին քաղաքական հայեցակարգի շուրջ, դուք ինձ պատասխանում եք հայ-թուրքական հարաբերությունների ձեր հայեցակարգի շուրջ։ Մի քիչ տարբեր բան ես հասկանում եմ։ Բայց մի րոպե, դուք բարոն Արզումանյանի նորից կհրավիրեք, ինքը կպատասխաներ։ Ես կարծում եմ պետք է լինի օրակարգից դուրս։ Նա ասեց ես իմ տեսակետը չեմ։ Ինքը կպատասխանի ձեր հարցին, բայց դուք իրեն կարող եք հարցնել, որ հայոց ցեղասպանությունը անկախ նրանից թե օրակարգի մի րոպե։ Պետությունը, պետականորեն մենք պետք է զբաղվենք, դա մեր օրակարգում պետք է լինի, թե ոչ։ Թուրքիայի հանրապետությունը մի րոպե։ Պետք է ճանաչի ցեղասպանությունը։ Այո։ Ինքը պետք է քայլեր գդարի իրավունքների վերագանման միջոցով։ Ոչ պետականորեն, ըստ Ալիկ Արզումանյանի։ Պետականորեն, ոչ պետականորեն այդ օրագարկը մենք պիտի ներկայացնենք մեր հասարակության եւ դուք արիտ կունենաք Ալիքին նորից հրավիրել եւ փորձել տեսնել ավելի ընդհանրություն կա թե դարբերություն։ Ես ասում եմ, որ մենք հաղթահարել ենք այդ դարբերությունը եւ այդ հաղթահարումը աննախադեպ է Հայաստանի քաղաքական կյանքում եւ մեր ժողովուրդը պիտի տեսնի, որ գա այստեղ միացյալ ուժ։ Եվս մեկ հաղթահարման մասին։ Խնդրեմ։ Անցած օրը իմ հյուրը Արմեն Ռուստամյանն էր։ Արմեն Ռուստամյանը այսպիսի արգումենտ բերեց։ Նա ասում է. Ժառանգություն կուսակցության 6-7 կարծեմ տեղը Թևան Պողոսյանն է զբաղեցնում։ Նա ասում է Թևան Պողոսյանը որպես հանրային սեկտորի ներկայացուցիչ պայքարել է արձանագրությունների համար, որպեսզի արձանագրությունները կյանքի կոչվեն։ Նա ասել է դա լավ բան է։ Ռաֆի Հովհաննիսյանը եւ մենք, ասում է Արմեն Ռուստամյանը, գտել ենք, որ արձանագրությունները սխալ են, պայքարել ենք արձանագրությունների դեմ։ Հիմա, երբ որ արձանագրությունների կողմ պայքարած մարդուն Ռաֆի Հովհաննիսյանի ցուցակում ենք մենք տեսնում 6-րդ տեղում, մենք այլևս հասկանում ենք, որ Ռաֆի Հովհաննիսյանի հետ մենք այս հարցում չենք կարող պայքարել, որտեղ մենք հասկանում ենք, որ Ռաֆի Հովհաննիսյանը իր տեսակետները փոխել է, որտեղ նա բերել է մի մարդու, որ ասում է արձանագրությունները լավն են։ Դուք ասում եք արձանագրությունները վատն են։ Ոնց դա հասկանալ, պարոն Հովհաննիսյան։ Շնորհակալություն։ Ես չգիտեմ իմ լավ գործընկեր եւ արժանի հայրենասեր Արմեն Ռուստամյանի խոսքերը դուք ճիշտ եք արտաբերում թե չէ, բայց 100%-ով չէ, իմաստը ես ենթադրելով, որ ինչ որ ճշմարտանման են, որոշ այո, կարող հետեւյալը ասել, որ ժամանակը չէ, որ մեկս մյուսի ցուցակի այսպես հավատակնի չլինի եւ համարներով առաջնորդվի, թե ոչ շատ երկար ճանապարհ կգնանք բոլոր ցուցակները։ Մի րոպե, իսկ ես հիմա կպատասխանեմ ըստ էության։ Ես կուզենայի, որ հասարակական սեկտորը, մարդու իրավունքների պաշտպանները, հայոց լեզվի ջադակովները, բնապահպանները, երդասարտները ավելի մեծ համամասնություն ունենային մեր ցուցակում։ Ես լինեի 21, իրենք լինեին ինձնից վերև։ Բայց հասարակական սեկտորը թե Թևան Պողոսյանի, թե մնացած բոլոր մեր հայրենագիտների դեմքով արժանվունս ներկայացված է։ Ես կողմնակից եմ Պետրոս, որ հենց ժառանգություն կուսակցության ցուցակում ազատ դեմոկրատ ժառանգություն հասարակական սեկտոր մեկ դարձած մեր մեջ միշտ լինի ոչ թե դիկտատը վերևից իջեցված, այլ ազատ մթնոլորտը քննարկելու, որոշելու
նժարելու եւ ի վերջո որոշելու թե Հայաստանի համար ինչն է ճիշտը։ Հիմա թող ոչ մեկը ինձ չասի, որ ով ինչ է ասել անցյալում, ով մոդ է եղել առաջին նախագահային, երկրորդ նախագահային, երրորդ նախագահային, ինձ չի հետաքրքրում, որտեղ Այսինքն ձեր ցուցակի մարդկանց գաղափարները մոտեցումները հետաքրքիր մի րոպե։ Ես ասում եմ, նա ով գալիս է ժառանգություն ցուցակ, ինքը գալիս է արդեն վերափոխված, էյափոխված, դա կարող է քեզ անսովոր թվա։ Այսինքն Թևան Պողոսյանը այլևս կողմ չի արձանագրություններին։ Նա դա վերափոխվել է։ Մի րոպե։ Ես ուզում հասկանամ, պարոն։ Եթե ուզում եք հասկանալ, կլսեք, հա։ Լսում եմ։ Եթե լսում նա ով սա եւ Թևան Պողոսյանի մասնակիտական բարձր որակները հարցականի դնում է այդ հարցի համար, պետք է բարի լինի եւ ընթերցի իր տեսակետը, երբ ինքը արձանագրությունների բահով արտահայտվել է այն բանից հետո, երբ որ արդեն դրանք փաստ էին, դրանք fait accompli էին, եւ պետք չէ իրեն վերակրել այն, ինչ որ ինքը չի ասել։ Այնպես որ ես գնահատում եմ անգամ իր տեսակետը, ես իր տեսակետից ուժեղացել եմ, ռազմավարական կենտրոնը նաև համագործակցել է Թևանի եւ իր ղեկավարած կենտրոնի հետ, եւ ես գնահատում եմ նաև այսօրվա ռազմավարական կենտրոնում քաղաքապարների ազատ մրցակցություն։ Ես չեմ ասում դուք համաձայնվեք ժառանգության հետ կամ ինձ հետ։ Ինձ դվեք ձեր ազատ, անկախ, անկաշկան տեսակետը, եւ ես դա համարում, որ դա ինձ ուժեղացնում է։ Թևանը դա արել է, եւ ես ասում որ ով գա ժառանգության ցուցակ, ինքը հետայսու պիտի առաջնորդվի քաղաքացու իրավունք, պետության ինքնիշխանություն եւ ազգի շահ այս երամիասնությամբ։ Իսկ ինչ վերաբերում է իմ կողմից շատ հարգված Արմեն Ռուստամյանին, եւ որտեղ ես իրեն տեսել եմ գործի մեջ, ինքը ոչ միայն հավատավոր դաշնակցական է, ինքը առաջադար Հայաստանի քաղաքացի է։ Ես ասում եմ, որ չմտնենք այս դաշտ, որտեղ եթե մտնենք, բոլորս կհիշենք, թե ով երբ իշխանություն էր, Հայաստանը այս կամ այն որոշումը կատարեց Թուրքիայի բահով, ով ընդունեց մադրիդյան սկզբունքները եւ կհասնենք մարտի 1 եւ այլն։ Ուզում ասել, որ հիմա պետք է նայենք դեպի ապագա, տեսնենք թե որտեղ կան ունենք համագործակցելու հնարավորություններ եւ դրանք օգտագործել։ Բարի, պարոն Հովհաննիսյան, դուք դարձաք Եվրոպա ժողովրդական կուսակցության անդամ, ինչպես նաև մեր դիտորդ անդամ։ Ձեր հանրապետական գործընկերները եւ բարոյականության մարմնավորում օրինաց երկիր կուսակցությունը։ Վիլֆրիդ Մարտինեսը այսպես ասեց, որ գալով հանրապետական համագումարին, որ նա հույս ունի, որ հանրապետականը մի քանի շաբաթից կհաղթի ընտրություններին։ Ես չլսեցի ձեր արձագանքը։ Դուք եք ԵԺԿ-ի անդամ, հանրապետականն էլ անդամ, նորմալ է, որ ԵԺԿ-ի ղեկավարը գալիս է մի կուսակցությանը մաղթում է։ Ես մտածում եմ, որ դուք ասեք, որ դա խառնվել է մեր ներքին գործերին, եւ թո Մարտենեսը գնա իր երկրում սոցիոլոգիայով զբաղվի։ Խնդրեմ։ Ինչու նախ չկար ձեր պատասխանը։ Ոչ նորմալ չէ, եւ դուք այնքան վարժվել եք մեր հանրային պատասխանին, որ դարօրինակ է, որ ինչու չեք լսել։ Դա պետք է համաձայնենք հանրային լինի։ Ուրեմն ես հիմա ձեր մոտ հանրայնացնում եմ։ Ձեր հենց էքսկլուզիվ Պետրոսի հետ, այո։ Լավ կներ մինչև այդ է եղած։ Ոչ, լավ, անպայմանորեն ինչ չէ, որ այդպես է։ Երբ որ դիտորդ անդամության մեր արժանանալու օրը Բրյուսելում մենք համատեղ հուշագիր ենք ստորագրում եւ այստեղ խորհրդարանում նույն բահին գնում էր խարթախություն գոջակների սեղմում նույն ժողովրդավարական արժեքների արհամարանք այնալ ազգային ժողովի նախագահության աչքի առաջ ժառանգությունը բարձրաձայնեց մենք պիտի չուզենայինք դա անել ուզում էինք շանս տալ մինչև ընտրություններ որ ամեն մեկը իսկապես իր խոսքը եւ գործը մեկ անի բայց այդ նույն օրը ինչ դարօրինակ զուգադիպություն որ ստորագրում ենք Բրյուսելում մի փաստաթուղթ ժողովրդավարական արժեքների համար ազատ ընտրությունների եւ խորհրդարանում նույն օրը այդ ահավոր խայդարագությունը եւ գեղձիկն է դեղի ունեն ժառանգությունը բարձրաձայնեց դրանից հետո երբ իմացանք որ Բունդեշտագում գա հագահայկական հագաարցախյան մի նախագիծ մի աշխատանքային փաստաթուղթ որ մեր քույր գուսակցությունը Գերմանիայի իշխող գուսակցությունը Մերկելի գուսակցությունը պետք է անցկացնի
ամեն մեկը նստած իր տեղում մտածում էր ինչ պետք է անել, խորհրդարանը իր համար քննարկում էր անում, իսկ ես նամակ գրեցի եւ հրաբարագեցի եւ որքան էլ անհարմար ուրիշների գործը կամ ուրիշների ստանալիք չագետյալ հարվածը մենք մեր վրա վերցրեցինք եւ ուղարկեցինք։ Այս դեպքում մենք քաղաքական որոշում կայացրինք, որ մեր պատասխանը նախագահ Մարտենզին լինի ոչ թե հրաբարագային, այլ մասնավոր, եւ ես իրեն ամիջապես նույն օրը գրել եմ մասնավոր նամակ, խնդրելով բարձրապանում, թե ինչ է նշանակում իր ելույթը մի անդամ գազագերբության համագումարում, երբ բացակայում է նման խոսք մյուս քույր գազագերբությունների մոտեցպես է։ Եվ սպասում եմ իմ պատասխանը։ Չկա պատասխան դա։ Իր արդակին հարցերով խորհրդականը եղել է Հայաստանում վերջի քանի օրը, Ստյոպա Սաֆարյանի հանդիպել է եւ բարին մաղթել ժառանգության, եւ գնահատում եմ այդ մի փոքր ուղումը, բայց դա պատասխանի փոխարեն չեմ ընկալ։ Ես սպասում եմ նախագահ Մարտենզից պատասխան, թե եթե այդ ելույթը արդյոք նշանակում է, որ ինքը գոմնագից է նախ ընդրությունների նախաբաշարման, կանխորոշման, երկրորդը, եթե ինքը այդ մաղթանքը ցանկությունը գադարում է միայն մի գուսակցության, եւ երրորդ, եթե սա ներկայացնում է Եվրոպայի ժողովրդական գուսակցության պաշտոնական տեսակետը, ես սպասում եմ պատասխանի։ Դուք համաձայն եք, որ սա մի տեսակ մեր ներքին գործերին խառնվելու նման մի բան է։ Նույնիսկ եթե նա մի քանի այլ կուսակցությունների էլ մաղթել։ Այո, գիտեք ինչ, արևմտյան եվրոպական զարգացած ժողովրդավարական ասես գործելավոճում միգուցե ընդունելի է, որտեղ այնտեղ կան սոցիալիստական գազագերբություններ, քրիստոնյա դեմոկրատ, գանաչներ, 3-4 հիմնական ուղղություններ կան եւ եվրոպական, Եվրոպայի միության համատեքստում ընդունված է, որ մեկը մյուսին գնա զորակցություն է, բայց Երևանը դակավին Բրուսել չէ եւ իրենք պետք է իմանան, որ սա միջամտության նման է, իրենք միշտ էլ ասել են, որ պետք չէ օգտագործել ԵԺԳ-ի անդամակցությունը հայաստանյան ներքին պայքարում, բայց սա քլխիվար շուր են դվել եւ փաստորեն այնպես է դուրս եկել, որ EPP-ն, որ ԵԺԳ-ն թույլ է տալիս, որ ինքը օգտագործվի եւ իր նախաձեռնությամբ ինքը մասնակցում է Հայաստանի ներքաղաքական պայքարում, այդ դեպքում երբ 3 գուսակցություն իր անդամ գազագերբությունների, սա անընդունելի մոտեցում է։ Սպասում ենք պատասխանի։ Եվ ձեզ դեղյակ կպահեմ։ Բարի։ Եվ վերջին հարցը, պարոն Հովհաննիսյան, շատ է գրվում խոսում մամուլում կապված ցուցակի հետ ձեր, որ այս ցուցակը նույն Թևան Պողոսյանն եւ այլ առաջի հասկից անհասկանալի մարդիկ այնտեղ են, որովհետեւ դուք գնացել եք գործարքի իշխանության հետ։ Նրանք իշխանության մարդիկ են։ Գուցե ասենց ուղակի ձեզ չեն ասում, ես ձևակերպեմ ուղակի, բայց շատ լրագրողներ, շատ վերլուծաբաններ ասում են, սա իշխանական պակետն է այս կոնգլոմերատում։ Խնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Ես բադվեր ընդունում եմ իմ խղճից, իմ հոգուց եւ իմ սիրուց, իմ ընտանիքի եւ հայրենիքի նկատմամբ եւ ուրիշ ոչ մի դերից։ Ես ընդդիմադիր եղել եմ Հայաստանի 3 իշխանություններին, համարում եմ, որ Հայաստանի նոր իշխանությունը լինի օրենսդիր, թե գործադիր, ուստի եւ դատական, պիտի լինի նորը անցյալի ջիրաններից դուրս, եւ ես պատրաստ եմ միացյալ այս նոր քաղաքական ժառանգություն ցուցակով բերել այդ նոր օրը, որ այսպես թե այնպես բացվելու է մայիս 7-ին։ Մնացած մարդիկ, ովքեր խոսում են գործարքների, բադվերների, չգիտեմ, հավատաքննչությունից, ես բարձրապես ասում եմ, որ պիտի դիտարկել մեր ցուցակը իր ամբողջության մեջ, ոչ թե առանցին վերցրած։ Եվ այնտեղ դուք կտեսնեք մարդիկ, ովքեր ծառայել են մեր երկրին առաջի օրվանից, եղել են մեր պետության հիմնադրման ակունքներում, մարդիկ, ովքեր աշխատակցել են առաջին, երկրորդ եւ անգամ երրորդ նախագահությունների ժամանակ, բայց դա ինձ համար չափանիշ չէ։ Իրենք էափոխվել են, իրենք ոչ թե մերժել են սեփական հետաքիծը, իրենք ընդունել են այդ ժառանգությունը եւ մտել են նոր այլընտրանք, աբակա հաղթանակի դանող ժառանգություն այլընտրանք, որը բերելու է նոր ազգային ժողով, նոր նախագահություն եւ մեր գործընկերների հետ հավատակ թե չէ նոր Հայաստան։ Այսինքն իրականում ոչ թե հանրապետականներն են փոխվել, այլ դուք եք, ժառանգությունն է փոխվել։ Մենք միշտ փոփոխման մեջ ենք, մեր վրա աշխատում ենք, քննադատում ենք, ընդունում սխալները, բայց այդ սխալների ընդունումը այնքան մեզ
ուժ եւ լիցք կա, եւ ես կարծում եմ, որ շատերը հիմա քննարկում են մեր ցուցակը, որտեղ մեր ցուցակը ունի այդ լիցքը, այդ ուժականությունը եւ այդ ներուժը երգիր եւ վիճակ փոխելու համար։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան։ Սիրելի դիտողներ, ինչպես տեսնում եք, մեր քաղաքական ուժերը բուրըն կերպով որոշել են ոչ միայն փոխել, Նիկոլա Բերդյայևը, ռուս փիլիսոփան, ասում է ոչ թե կարևորը աշխարհը փոխելն է, դու պետք է ներքուստ փոխվես, այդ դեպքում աշխարհը կփոխվի։ Ես անցյալ դարվա իմ հարաբարական հացաթուլից, ազատության ձոմից լիքը փոխվել եմ եւ ինձ պատրաստել է այս բահին եւ ես կարծում որ սա դրա շարունակությունը եւ մենք դանելու ենք իգադար։ Սիրելի դիտողներ, սկսեք փոխվել, որովհետեւ փոխվելը սկսում է դառնալ մոդա։ Մենք կհանդիպենք երկուշաբթի ցտեսություն։